Բարեկարգ սիրելի քուր եղբայրներ, այս մեր ուղիետեր ծառայության բզդիկ խանգարում եղավ ուղիետերի ընթացքին Facebook-ի սկիզբը, հուսամ ամեն ինչ տեղավորված է եւ դուք արդեն մեզի հետ եք այս ուղիետեր ընթացքին։ Աստված առավես օրտեցես, ուրեմն ուրախ ենք իսկապես որ Տերը մեզ մեզ բահեց մեկ շաբաթ եւ այս իր շրջապատության մեջ, որ ինք շրջապատեց մեզ, մենք այսօր բարդական ենք իրեն օրտնելու, շնորհակալություն հայտնելու, փառավորելու, իր ցայնը լսելու եւ իր հետ քայլելու համար։ Փառավորվի Տերը, բարի եկաք, անոնք որ գմիանան մեզ դարբեր երկիրները, դարբեր քաղաքները, Աստված օրտնե մեզ այս քեղեցիկ ժամին, Տիրոջ խոսքից սերդենք, իջեդով պիտի սերդենք Հովանու 16-րդ գլուխը միասին, ուրեմն գանչեցեք ձեր ընկերները, բարեկամները, որպեսզի միասին կարողանանք այս քեղեցիկ սերտողությունը անել։ Բարք Տիրոջը իր համբերության համար, որ քեզ ինձ բահեց, պաշտպանեց, հասցուց այստեղ այս աշխարհի խառն վիճակի մեջ, այս աշխարհի իրանացումին մեջ ինք մնաց հավատարիմներուն հետ, փառավորվի Տերը։ Ուրախ եմ որ մեզի հետ եք, սիրելի քույր եղբայրներ, ուրեմն անոնք որ գեհդեվին եւ այս խանգարանքը տեսան, զանգեցեք, գրեցեք, անոնք որ ձեր ընկերները, բարեկամները, որպեսի յետ միանան այս մեր հանդիպման։ Սաղմոս 134 կսե օրտնեցեք Տերը, ով Տերոջ բոլոր ծառաները, ով Տերոջ դունը, որ գգենակ գիշերները, այո դուք սուրբ տեղը ցերկերնիդ վերցուցեք եւ օրտնեցեք Տերը, երկինքը ու երգիր ստեղծող Տերը, թող Տերը քեզ Սիոնեն օրտնե։ Ինչ գեղեցիկ խոսք է, երբ որ մենք Տիրոջը դան մեջ ենք, երբ որ մենք Տիրոջը ժողովրդին մեջ ենք, այնտեղ քո ծառայության հոգին կբարձրանա, Տերը ճաշտելու եւ օրտնելու, Տիրոջ ժողովրդին ծառայելու, այդտեղ քո հոգին կբարձրանա Տիրոջ խոսքը լսելու, որովհետեւ դու հնազանդիս, քայլես իր ճանապարհներին մեջ, ուղիղ եւ արդար, հագարակ մեղքի, հագարակ աշխարհի հոսանքներու, հագարակ աշխարհի մտայնության, կմնաս կետրոնացած Տիրոջը խոսքին մեջ, Տիրոջը դան մեջ, եւ այդտեղին է, ինչպես գրված է, Տերը քեզ պիտի օրտնե, որտեղ են Սիոնեն, իր ժողովուրդեն, Տիրոջ օրտնությունը կգա, երբ դու իր ժողովրդին մեջն ես, երբ դու այստեղ գսե Տիրոջը ծառաներ, երբ դու կգենաք գիշերները Տիրոջը տան մեջ, գիշերները այդ միտքն է, որ բահագեն, կպաշտպանեն, Տիրոջը դունը կպաշտպանեն, ամեն ցևով այդպես կնեն, որ Տիրոջ դունը միշտ ըլլա սուրբ տեղ, ճշմարիտ տեղ, արդար տեղ, եւ ամեն մեկ Տիրոջ հետևորդը իր դանը մեջ այդ բաժին ունի կատարելիք։ Այո, երբ դու Տիրոջ դան մեջ ես, երբ դու Տիրոջ խոսքին մեջն ես, երբ Տիրոջ խոսքին համաձայն գծարայես ինք, այն ժամանակ Տերը ինքը Սիոնեն գործնե քեզ։ Տերը ինքը իր ցերկը գերգնցնե քեզ պաշտպանելու եւ քեզ օրտնելու համար։ Օրտնյալը լա իր սուրբ անունը այսօր եւ միշտ եւ հավիդյան։ Սիրելի քույր եղբայրներ, եկեք այս երգը մեզ գսե ժամն է եկել երկենք եւ օրտնենք։ Ժամն է եկել գանքնենք այս շաբաթվա գեսին եւ մտածենք, թե մենք որտեղ ենք եկել, ուր ենք եւ ուր գերտանք։ Ժամն է եկել, որ դու հասկանաս, որ Տերը քեզ կգանչի։ Ժամն է եկել, որ դու հասկանաս, որ դու նպատակ ունես այս աշխարհի մեջ։ Ստեղծված ես նպատակի համար։ Ստեղծված ես Տիրոջ դանը մեջ օրտնելու, ծառայելու համար։ Ստեղծված ես Տիրոջ գործերը կատարելու համար։ Ստեղծված ես Տիրոջ ցայնը լսելով, սուրբ եւ արդար կյանք ապրելու, այս խավար աշխարհի մեջ լույս եւ աղ ըլլալու համար։ Գանքնենք եւ պատրաստվենք այդ ցայնը լսելու, որովհետեւ Տերը մեզ իսկապես իր ներկայությամբ առաջնորդե սուրբ վայրը, որին կորոշե մեզ համար։ Այս երկեն վերջ Հովաննես 16-րդ գլուխ պիտի սերդենք, եկեք ձեր սուրբ գիրքներով, դեդրակներով, քրիչներով եւ աղոթքի հոգիով։ Հալելույա։ Երկենք եւ օրտնենք,
Ժամն է երկենք օրտնենք արքայինը մեր Ժամն է երկենք օրտնենք մեծարենք գովենք արքային մեր Նա կյանքն է մեր և Տերը մեր Ժամն է երկենք և օրտնենք Ժամն է երկենք օրտնենք արքայինը մեր Ժամն է երկենք օրտնենք մեծարենք գովենք արքային մեր Նա կյանքն է մեր և Տերը մեր Օրհնյալ են Տիրոջ ծառաներն ամեն Ցնծության ձայնով թող որ արքային օրհնեն Ժամն է երկենք օրհնենք մեծարենք գովենք արքային մեր Հիսուսն է Տերը մեր և կյանքը մեր Օրհնյալ են Տիրոջ ծառաներն ամեն Ցնծության ձայնով թող որ արքային օրհնեն Ժամն է երկենք օրհնենք մեծարենք գովենք արքային մեր Հիսուսն է Տերը մեր և կյանքը մեր La 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 Ժամն է երկենք և օրհնենք Ժամն է երկենք օրհնենք արքայինը մեր Ժամն է երկենք օրհնենք մեծարենք գովենք արքային մեր Նա կյանքն է մեր և Տերը մեր Ժամն է երկենք և օրհնենք Ժամն է երկենք օրհնենք արքայինը մեր Ժամն է երկենք օրհնենք մեծարենք գովենք արքային մեր Նա կյանքն է մեր և Տերը մեր Օրհնյալ են Տիրոջ ծառաներն ամեն Ցնծության ձայնով թող որ արքային օրհնեն Ժամն է երկենք օրհնենք մեծարենք գովենք արքային մեր Հիսուսն է Տերը մեր և կյանքը մեր Օրհնյալ են Տիրոջ ծառաներն ամեն Ցնծության ձայնով թող որ արքային օրհնեն Ժամն է երկենք օրհնենք մեծարենք գովենք արքային մեր Հիսուսն է Տերը մեր և կյանքը մեր Հիսուսն է Տերը մեր և կյանքը մեր Հիսուսն է Տերը մեր և կյանքը մեր Հիսուսն է կյանքը մեր, հալելույա, օրհնյալ է մեր Տիրոջը, այո, ծառաներ, օրհնեցեք Տիրոջը, ծառայեցեք Տիրոջը ուրախությամբ, ցնծությամբ մտեք իր ներկայության իր սահներուն մեջ,
Այո, Տերը գուզե քեզ եւ ինձ տեսնել իր ներկայության մեջ, որ մեզ վարժեցնե հավիտենականությունը իր ժողովրդին մեջ իր հետ հավիտյանը Սավիդենից։ Երանի այսօրվա մեր հավատացյալները, անոնք որ Քրիստոսի հետևորդներ են, հասկնային, որ Տերը մեզ գուզե վարժեցնել երկնային միապանությունը արդեն այստեղ, այս աշխարհին մեջ, իր դանը մեջ, իր ժողովրդին մեջ։ Եվ այդպես է որ գզորանաս, կհասկնաս, եւ ինչպես քիչ առաջ գարտացինք, Տերը Սիոնեն քեզ պիտի օրհնե։ Հալելույա, օրհնյալը լա իր սուրբ անունը։ Սիրելի եղբայրներ, Հովհաննես 16 Հոյակապ գլուխ, ինչպես կտեսնեք 10-րդ գլուխեն մինչև 17 գլուխը Հիսուս այս վերջին գիշերն է, որ իր աշակերտներուն հետ կանցնե, կարևոր խոսքեր գխոսի, կպատրաստես իրենք նաև Սուրբ Հոգիի կալստյան մասին, կպատրաստես իրենք հասկացնելով, թե օրը Սուրբ Հոգին պիտի կա եւ ամեն ինչ պիտի փոխվի։ Նույն սիստեմով չէ, հին գտակարանի հին ուխտի սիստեմով չէ, նոր սիստեմ, նոր ռեժիմ, նոր ուղղություն, նոր մտածելակերպ, նոր հավատքիցև դերը պիտի դա։ Եվ այդ որ կպատրաստի գամած իր աշակերտներուն։ Գլուխ 16-ն սկսյալ ահավասիկ կսե։ Գշարունակի ուրեմն խոսակցությունը գսե Հիսուս այս բաները ցեզի խոսեցա որբեսի չքայտաղգիք։ Իրենց ժողովարաններեն դուրս պիտի ցկեն ցեզ։ Ժամանակ մնալ պիտի կա, որ ամեն ով որ ցեզ սպաննե, այնպես պիտի սեբեթե Աստծո պաշտամունք կգադարե։ Եվ այս բաները ցեզի պիտի ընեն անոմը համար որ ոչ թե հայրը ջանցան, ոչ ալզիս։ Բայց այս բաները ցեզի խոսեցամ, որբեսի երբ ժամանակը կա, մտքերնիդ բերեք, թե ես ըսի ցեզի, այս բաները սկիզբեն չսի ցեզի, վասնզի ես ցեզի հետ էի։ Հավասիկ Հիսուս կսե դժվարություններ սկսան եւ պիտի կան։ Հիմա կգնե գսեմ որ չքայտաղգի, քայտաղգի լսել է յետքալ չնեք, չգանքնիկ, չշեղվիկ, ծեր գոչումեն։ Քայտաղգիլը այդ է որ դու գահարաճանայիր, բայց բամը եղավ եւ գանքնեցար, գամ շեղեցար, գամ յետքայլերիր։ Ուրեմն Հիսուս կսե որ պիտի ունենաք դժվարություններ եւ հալածանքներ եւ խնդիրներ։ Եվ այս ոչ շատ ուշ այս խոսքը Հիսուս աշխարհի վերջի մասին չսեր, այլ ճիշտ իր երթալեն հետո, երբ ինք պիտի համբարնա Սուրբ Հոգին պիտի կա, ճիշտ հետո հալածանքները պիտի սկսին եւ առաջին հալածիչները պիտի ըլլան հрьяաները, որոնք պիտի կարծեն, որ քրիստոնյաներուն, Քրիստոսի հետևորդներուն հալածելով իրենք Աստուծո պաշտամունք պիտի գմադուցանեն, Աստուծո պատիվ կբերեն, Աստուծո կհնազանդին։ Եվ այդ բանը մենք տեսանք Բողոս Արաքյալ, որ ինք հрья վարտաբեդը լալով սկսավ սպանել Քրիստոսի հետևորդներուն եւ իր գարձիկով, ինչպես Գաղատացիս առաջին գլուխը գսե, իր գարձիկով ինք Աստծո բարի պաշտամունքը գմադուցաներ քրիստոնյաներուն հալածելով, բանտնելով եւ սպանելով։ Բայց ոչ միայն Բողոս Արաքյալն վերջ, մինչև հիմա ճշմարիտ Քրիստոսի հետևորդները այսօր կհալածվին դարբեր երկիրներու մեջ։ Կհալածվին, քանի որ Քրիստոսի հետևին։ Մի քանի օր առաջ Չադի մեջ ամբողջ մեկ եկեղեցի Քրիստոսի հետևորդ աշակերտներով ամբողջ մեկ եկեղեցի սպաննել են, այրել են, վարել են իրենց հովիվին հետ միասին։ Մի քանի օր առաջ իսլամական երկիրները տեսեք, ինչեր կպատահի։ Այսօր Եվրոպայի մեջ հալածանքը դարբեր է, բայց նույն տեսակի հալածանք է։ Երբ որ Քրիստոս կսես, քեզի կհալածեն։ Դու գրնաս խաչ կախել եւ քեզ հալածեն։ Հիսուսը կարոզես քեզ կհալածեն։ Բայց իսլամական ինչ որ գսես չես հալածվիր։ Ոչ քրիստոնեական ինչ որ գսես չես հալածվիր։ Միայն Քրիստոսի ճշմարիտ հավատացյալները կհալածվին։ Եվ կգարձեն մարդիկ, թե իրենք շիտակ կնեն։ Սիրելի եղբայրներ, աշխարհը երթալեն այն վիճակի մեջ պիտի կա, որ Քրիստոսի ճշմարիտ հետևորդները պիտի հալածվին։ Եվ Հիսուս կսե. ես այս բանը ցեզի ըսի, որ երբ ժամանակը կա, չքայտաղգիք, յետքալ չունեք։ Հիսուս մեզ ըսավ. ինձ չջանչան, հայրը չջանչնար։ Անոր Քրիստոսը չընդունիր, հայրը չընդունիր։ Ուրեմն այդ բոլոր գրոնքները, որ գսեն մենք Հիսուսը չենք ընդունել, բայց մենք Աստված կբաշխենք, կիծած եղիր, որ դարբեր Աստված է։ Դարբեր Աստված է։ Փոքր այով Աստված է։ Մեր նույն Աստվածը չէ, քանի որ նույն Աստվածը Քրիստոսի հայրը, անոր Քրիստոսը կընդունի այդ հայրը կջանչնա։ Եվ անոնք, որ այսօր չեն ընդունիր Քրիստոսը, կամ պետք է ապաշխարեն եւ դառնան Հիսուս Քրիստոսի որբեսի ջանչնան հայրը եւ կամ Հավիդյանը Սավիդանից գորուստ պիտի երթան։
Հիսուսը ասավ, այդ բոլորը գնեն ցես, քանի որ զիս չեն ճանչտար եւ ինձ ղրգող հորը չեն ճանչտար։ Ուրեմն Հիսուս իր աշակերտներուն կպատրաստե եկող ամիսներու, եկող դարիներու եւ եկող տարերու դժվարություններուն։ Անշուշտ երբ քրիստոնեությունը դարձավ գրոնք 5-րդ, 6-րդ դարերն սկսյալ մինչև 19-րդ դարը, երբ որ քրիստոնեությունը դարձավ գրոնքի ինչպես է մշակույթը դարավ առաջ երգիրներ, բեդություններ, քաղաքականություն։ Բայց չմոռնաք, որ արդար Քրիստոսի հետևորդները երբեք գրոնքի մեջ եղած չեն, երբեք ազգային հարցերով չեն սպառված, այլ իրենք քարոզած են ավետարանը, ճշմարիտ ավետարանը, իրենց ազգը սիրած են ճշմարիտ ցևով, քաղաքականության մեջ չեն մտած, այլ քայլած են ճշմարիտ Քրիստոսի հետևորդներ եւ այդ տեսակ մարդիկ միշտ հարածված են, մեգուսացված են, մեկկոմ տրված են։ Պատմության մեջ ընդհանուր 2000 տարվա եկեղեցվա պատմությունը երբ կգարտանք եւ կսերդենք, կտեսնենք որ այդպես եղած է։ Երբ որ եկեղեցին դարձած է գազագերբություն, pedagoganություն կամ ազգային եկեղեցի, եկեղեցին դարձած է ագումբ, pedagogiություն, բայց երբ եկեղեցին Քրիստոսի խոսքի վրա հիմնված արդարությամբ եւ սրբությամբ քայլած է, մերժելով մեղքը, մերժելով, ինչպես ասեմ, ձուր եւ անհիմն գազագերբությունները կամ ուղությունները, անժամանակ այդ եկեղեցին միշտ հալածված եղած է։ Ամբողջ պատմությունը այս մեզ ցույց կտա։ Եվ Հիսուս կսե. եթե ինձ կհետևիք, ինչպես ինձ ադեցին, ցեզ ալ պիտի ադեն։ Եվ գսա այստեղ ես ցեզ ըսի։ Մարգարեությունը կարևոր է այստեղ Հիսուսի, թե մեզ այդ ուղությամբ գտանի։ Համար 5-ն սկսյալ։ Հիմա ես կերտամ զիս ղրգողինքով եւ ցեզ մեկնալ չի հարցներ ինձի թե ու գերտաս, բայց որովհետեւ այս բաները ցեզի խոսեցած էր սրդերը դրտմությունով լեցվեցան։ Հիսուս ըսավ ես կերտամ հորքով, զիս ղրգող հորքով ես կերտամ եւ երկու անգամ գլուխ 13-ի մեջ եւ գլուխ 14-ի մեջ հարցուցին աշակերտները ուր գերտաս։ Հիմա Հիսուս կսե ինձ չեք հարցներ այլևս ուր գերտամ։ Անչափ որ ցեր սրդերը դրտմած է, նույնիսկ իմ պատասխանս մորցակ։ Ես ցեզ ըսի ես ուր գերտամ։ Ես ցեզ ըսի ինչ է նպատակ այս բոլորին։ Ես ցեզ ըսի եւ բացատրեցի խաչի եւ հարության նպատակը, բայց սրդերից անչափ բռնված է, սրդերից անչափ դխուր է, որ դուք չեք հասկանար իմ ըսածներս, նույնիսկ չեք հիշեր իմ ըսածներս։ Սիրելիներ, այս բանը մեզի ալ կբադայի։ Երբեմն այնքան մենք սպառ ենք մեր ամեն օրվանին մեջ, մտահոգությունով, նեղությունով, ցավով, վերքով, որ մենք չենք հիշեր Հիսուսի խոսքերը, որ մեզ ոտքի կհանե, Հիսուսի խոսքերը, որ մեզ հույս կուտա, Հիսուսի խոսքերը, որ մեզ կբժշկե, Հիսուսի խոսքերը, որ մեզ կզորացնե, մեզ հավանականության կպատրաստե։ Մենք կմոռնանք, քանի որ շատ սպառ ենք մեր այս աշխարհի անցողական հարցերը լուծելով։ Հիմա գսե ես, բայց ես ճշմարիտ գսեմ ցեզի, աղեգ է ցեզի, եթե ես երթամ, քանզի եթե ես չերթամ, մխիթարիչը ցեզի պիտի չկա, բայց եթե երթամ, զանիգա ցեզի պիտի ղրգեմ։ Մխիթարիչը մենք անցյալ անգամ տեսանք Սուրբ Հոգին է, Պարակլետոսը, պաշտպանողը, շրջապատողը, սորվեցնողը, առաջնորդողը, հանդիմանողը, այս է մխիթարիչը։ Ուրեմն ես պետք է երթամ, որ ես ղրգեմ։ Եվ այստեղ գսե ավելի լավ է ցեզի, որ ես երթամ։ Աշակերտները չեն հասկանար։ Ինչու ավելի լավ պիտի լա մեզի։ Մեզի հետ ես, ինչ լավ էր իրար հետ։ Գուդեինք, գխմեինք, գծարայինք, հրաշներ գնեիր, գսորվեցնեիր, շատ լավ է մեզի հետ լալդ։ Ինչու պիտի երթաս եւ ինչպես ավելի լավ պիտի լա ինձ մեզ, եթե դու երթաս։ Իրենք դեռ չէին հասկացած, թե ով էր Սուրբ Հոգին։ Չէին հասկացած, թե ինչ պիտի ըներ Սուրբ Հոգին։ Չէին հասկացած Սուրբ Հոգին կորձը, Սուրբ Հոգին ուղղությունը, Սուրբ Հոգին նպատակը, Սուրբ Հոգին ներդրումը իրենց մեջ։ Բայց Հիսուս ասավ, ավելի լավ է ցեզի, որ ես երթամ, որ մխիթարի չկա։ Քանի որ ես ցեզ հետ ամեն անգամ չեմ, ամեն դեղ ցեր հետ չեմ, ամեն վարյան ցեր հետ չեմ, բայց մխիթարիչը, քիչ հետո պիտի տեսնենք, ցեր մեջը պիտի կա, ցեր մեջ պիտի բնակի եւ ցեզ պիտի սորվեցնե։
Աշխարհի ամեն տեղը հավատացյալները, աշակերտները միան Երուսաղեմ պիտի չմնային, այլ պիտի տարածվեին աշխարհի 4 կողմը։ Ինչպես Հիսուս իրենց հետ լար աշխարհի 4 կողմը։ Անորոմար ավելի լավ էր, որ Հիսուս ելներ հորքով, մխիթարիչը ղրգեր, որ մխիթարիչը Սուրբ Հոգին իր հոգիով ամեն վերստին ծնված հավատացյալի մեջ ապրեր, ամեն մեկուն սորվեցներ, ամեն մեկուն սրբացներ, ամեն մեկուն առաջնորդեր։ Հալելույա։ Անորոմար ավելի լավ է ցեզի, որ ես երթամ, որ պետք չունենաք մի անկակ ես ուր որ եմ այնտեղ, բայց աշխարհի 4 կողմը ես պիտի լամ ձեր հետ իմ Սուրբ Հոգիով։ Անորոմար ավելի լավ է, որ մխիթարիչը Սուրբ Հոգին ինքը կա։ Հիմա այստեղ գսե թե ինչ պիտի ընե Սուրբ Հոգին։ Երբ ինք կա, աշխարհը պիտի հանդիմանե մեղքի համար, արդարության համար, դատաստանի համար։ Եվ շարունակեմ, հետո կբացատրեմ այստեղ։ Մեղքի համար, որ ինձ չեն հավատար, արդարության համար, որ իմ հորսկով ես կերտամ, եւ ալ զիս պիտի չտեսնեք, եւ դատաստանի համար, որ այս աշխարհին իշխանը դադարդված է։ Հիմա որ գսե Սուրբ Հոգին պիտի կա եւ պիտի ուրեմն հանդիմանե մեղքը, մեղքին, արդարության եւ դադարդության։ Շատ անգամ այս համարը մենք կսենք անհադիմ համար, կսենք Սուրբ Հոգին քեզ պիտի հանդիմանե, պիտի արդարացնե, պիտի բայց այստեղ Հիսուս անցի համար չի խոսիր։ Լավ խոսեք, տեսեք, երկու անգամ աշխարհ բառը գործած է։ Երբ Սուրբ Հոգին պիտի կա, աշխարհին պիտի հանդիմանե։ Աշխարհին պիտի ցույց տա արդարությունը եւ աշխարհին պիտի ցույց տա դատապարտությունը։ Հիմա այն ժամանակվա աշխարհին մասը, աշխարհը ինչ կսեր։ Աշխարհը գսեր, որ Հիսուսը մեղավոր է։ Եվ մենք պիտի խաչը հանենք։ Աշխարհը հрьяաներուն աշխարհի մասին է խոսքը։ Որ Հիսուս ինք մեղավոր է եւ մենք Հիսուսին պիտի թադենք։ Երբ Սուրբ Հոգին պիտի կա, պիտի բացահայտե, այստեղ կարևոր է, թե իրենք են մեղավորը, որ չեն հավատար Հիսուսի։ Հիսուսի խաչելությունով Հիսուս իր աշխարհի մեղքը վերցուց։ Աստված Հայրը բացահայտեց, որ Հիսուսի մահը իրենց փրկությունն էր։ Հիսուս չմերավ իր մեղքին համար։ Հիսուս մերավ աշխարհի մեղքին համար։ Ուրեմն Սուրբ Հոգին որ պիտի կա, պիտի բացահայտե այս բանը, որ Հիսուս իր մեղքի պատճառով չէ որ մերավ, այլ իր փրկության կորզունեությունը կատարելու համար խաչին վրա մերավ։ Ուրեմն աշխարհին պիտի հանդիմանե մեղքի։ Երկրորդ աշխարհին պիտի հանդիմանե արդարության։ Աստված, Հայր Աստված Հիսուս Քրիստոսը արդարացուց իր հարությունով։ Ուրեմն Սուրբ Հոգին պիտի բացահայտե, թե Հիսուսի հարությունը արդարության նշան էր։ Հիսուս անարդար չէր, որ պատժվեցավ եւ թաղվեցավ։ Հայրը հարուցանեց զինք, փաստելով, որ Հիսուս արդար էր եւ աշխարհն է անարդարը։ Երրորդ բանալին նույնը, խաչին վրա։ Հիսուս դատապարտվեցավ մեղքով, այսպես կսեին աշխարհը, հрьяաները։ Աստված կսե չէ, ոչ թե Հիսուս դատապարտվեցավ, այլ Սատանան դատապարտվեցավ Հիսուսի խաչի եւ հարության հաղթությունով։ Ուրեմն Սուրբ Հոգին պիտի կա գսե, այս բանը պիտի բացահայտե աշխարհին։ Եվ այս սիրելիներ, Ավետարանի բարի լուրն է, երբ այսօր 2000 տարի է այս բանը կքարոզվի ճշմարիտ հավատացյալներու կողմէ, որ գսենք Հիսուս մերավ մեր մեղքերու համար, Հիսուս արդարացուց մեղավորին իր հարությամբ եւ Սատանան բարդվեցավ Հիսուսի խաչով, Հիսուս հաղթեց եւ Սատանան դատապարտվեցավ։ Այս է Ավետարանի քարոզչությունը, որ Սուրբ Հոգին երբ ինք եկավ Հիսուսի հարութենեն հետո ինք եկավ այս բոլորը բացադրեց, բացահայտեց եւ հավատացյալներու սրդին մեջ լեցուց, որբեսի այս Ավետարանը քարոզեն աշխարհի 4 կողմը։ Ավետարանի բարի լուրը այդ է, որ Սատանան դատապարտված է։ Ավետարանի բարի լուրը այդ է, որ Հիսուսի արդարությամբ, իր հարությամբ դու գրնաս այսօր արդարանալ։ Ավետարանի բարի լուրը այդ է, որ քո մեղքերդ Հիսուս Քրիստոսի խաչով կան հայդին եւ կմաքրվին։ Անորոմար Հիսուսն է գետրոնը, որ մեր մեղքերը կմաքրե, մեզ գարտարացնե եւ Սատանայի իշխանութենեն մեզ գազադակրե կանզի Սատանան կբարդվի խաչի զորությամբ։ Ավասիկ հաղթական Ավետարանի բարի լուրը քեզի եւ ինձի համար։
Համար 12 Ցեզի դակավին շատ բաներ ունի ասելու, բայց հիմա չեք կրնար դանել։ Այո, չէին կրնար դանել միջև որ Սուրբ Հոգին չկար իրենց ներսը եւ միտքը չփանար։ Չեք կրնար դանել այն չէ որ Սուրբ Հոգին նոր բաներ պիտի ասեր իրենց, նորություններ, ինչ որ դժբախտաբար այսօր գտեսնենք տարբեր եկեղեցիներու մեջ, ավանդություններ, սովորություններ, քարոզչություններ նայած եկեղեցին, եւ երբ որ գսենք այս որտեղից կհանեք, քանի որ Սուրբ Գիրքին մեջ չկա, Սուրբ Հոգին ներշնչացե ավետարանիչներուն, որտեղ են այս նորությունները կհանեք, շատերը գսեմ Սուրբ Հոգին կշարունակե մեզ հայտնություններ տալ։ Սիրելի քույր եղբայրներ, ուշադիր եղեք, Սուրբ Հոգին նոր հայտնություններ չդար։ Վերջին հայտնությունը վերջացավ հայտնության քիրքով, վերջին առաքյալներու բեռնով, անգևերջ նոր հայտնություն չկա, այլ Սուրբ Հոգին գլուսավորե, գլուսապանե հայտնությունները, գլուսապանե ավետարանի խոսքը, նորություններ չկան։ Մի փնդրեք այստեղ են այնտեղ են նոր բաներ, նոր հայտնություն ստացա երբեմն գսեն։ Մարգարեներ գելեն ճագերդյալ, որ նոր հայտնություններ կստանան։ Կամ եկեղեցիներ ավանդություններ, ավանդական քիրքեր ունին, իրենց սովորությունները, ավանդապաշտությունները գքրեն եւ գսեն մեր հայրերը այսպես ասին մեզի։ Սիրելի քույր եղբայրներ, մենք վերջին հայտնությունը կրված է հայտնության քիրքը եւ այդտեղ կրված է ով որ ավելցնե մեկ բար կամ բագասացնե մեկ բար անիդյալը լա։ Ուրեմն Սուրբ Հոգին երբ որ պիտի կա, պիտի հայտնե կամ պիտի հայտնապերե այն բաները որ ժողովուրդը դեռ չէին հասկացալ իր խոսքով, պիտի լուսապանե Աստծո խոսքը եւ նոր հայտնություններ պիտի շնա։ Այս շատ կարեւոր է։ Ուրեմն երբ ինք պիտի կա, երբ աշակերտները պիտի ստանային Սուրբ Հոգին, անժամանակ պիտի հասկանային այդ բաները, որ հիմա Հիսուս կխոսի, ինչպես մենք հիմա կհասկանանք այս չափտարեր հետո, աշակերտները չէին հասկանալ այս բոլորը։ Մենք հետո Սուրբ Հոգիի լուսապանությամբ է որ հասկացանք, եւ որ աշակերտները քրեցին այս ավետարանը, եւ որ Հովհաննես 70 տարի հետո քրեց այս ավետարանը Սուրբ Հոգիի ներշնչությամբ, բացատրությամբ, թե ինչու Հիսուս այս բոլոր բաները ասավ, ինչ էր նպատակը, երբ Հիսուս կքարոզեր, ինչ էր նպատակը, երբ Հիսուս այս բաները գսեր, ուրեմն Սուրբ Հոգին է որ լուսապանեց այն բոլոր բաները, որ Հիսուս այստեղ կբացատրե։ Գեհդեվիկ հուսամինց, սիրելի քույր եղբայրներ, դերը օրդն է հոյագաբ է Հովաննու ավետարանը, ընդհանուր Հովաննու ավետարանը։ Ամեն անգամ որ գսերդեմ այս ծեր հետ, իմ սիրտս կխայդի ուրախությամբ։ Իսկապես ուրախություն է Հովաննու ավետարանը սերդել, հասկանալ, խորանալ եւ այդ բարերու մեջ հիմնվել մեր հավատքին։ Հալելույա։ Իսկ երբ Սուրբ Հոգին ինքը ճշմարտության հոգին, նայեցեք, Սուրբ Հոգին մխիթարիչ, պաշտպանող, սորվեցնող, հանդիմանող ճշմարտության հոգին։ Հիսուս ինչ տավ, ես եմ ճամփան ճշմարտությունը եւ կյանքը։ Սուրբ Հոգին Հիսուսի հոգին է։ Սուրբ Հոգին Հիսուսեն զատ ուրիշ բան չսեր։ Սուրբ Հոգին նորեն գսեմ նորություններ չբերեր։ Ճշմարտության հոգին է, աստվածային ճշմարտությունը եկած է մեզ բացահայտելու, լուսապանելու, հասկացնելու, սորվեցնելու, հանդիմանելու, որ մենք այդտեղ գնանք եւ աշխատենք։ Երբ ինքը կա, ամեն ճշմարտության պիտի առաջնորդե ցեզ, ինչ գեղեցիկ համար է։ Ամեն ճշմարտության աստվածային հոգևոր ուղղություններու մեջ պիտի առաջնորդե ցեզ, այդ պայմանով որ խոնարհությամբ առաջնորդվենք։ Ամեն ճշմարտությամբ պիտի առաջնորդե ցեզ, վասնզի ոչ թե ինքն իր մե պիտի խոսի, հաբա ինչ որ լսե, զայն պիտի խոսի ու քալիքները ցեզի պիտի բատմե, անիգա զիս պիտի բարավորե, վասնզի այստեղ գրած է իմինես պիտի առնե եւ ցեզի պիտի բատմե։ Եվ ամեն բաները, որոնք հայրը ունի իմնեն եւ անոր համար ցեզիեսի իմինես պիտի առնե եւ ցեզի բատմե։ Հոյագաբ է այս խոսքը։ Սուրբ Հոգին պիտի կա ճշմարտության պիտի առաջնորդե, Հիսուսի խոսքերը մեզի պիտի հայտնե, հայտնաբերե, Հիսուսը պիտի փառավորե։ Նայեցեք, Սուրբ Հոգին երբեք փառքը չստանար։ Սուրբ Հոգին միշտ մեզ գոքնե, որ մենք փառավորենք հայրը եւ որդին։ Սուրբ Հոգին եկավ մեր մեջ, որ մեզ օգնե, որ մենք փառավորենք հայրը։ Ինքը պիտի հիշեցնե մեզ Հիսուսի խոսքերը։
Ինչպես հայրը Հիսուսի ղրգեց եւ Հիսուսի դվավ այդ խոսքերը եւ Հիսուս փոխանցեց ժողովրդին, այդպես էլ Սուրբ Օքին Հիսուսեն պիտի առնե եւ մեզի պիտի դա։ Ինչ որ հայրը ունի, ինձ է, գսե Հիսուս։ Ահավասիկ մեմ եւս փաստը Հիսուսի աստվածության։ Ով գրնար ասել ինչ որ հայրը ունի, ինձ է, գրնակ երևակայել այս խոսքի ծանրությունը։ Եթե ոչ Հիսուս միան գրնար ասել, ոյ մեկ մարգարե, ոյ մեկ հրեշտակ, ոյ մեկ բարի անձ չեր գրնար ասել, եթե անշուշտ խելքը գլուխ է, եթե անշուշտ խելացի մարդ է, չեր գրնար ասել, ինչ որ հայրը ունի, իմս է։ Բայց Հիսուս կսե։ Հիսուս կսե, ինչ որ հայրը ունի, իմս է։ Քանի որ Հիսուս եւ հայրը մեկ է։ Եվ այստեղ գտեսնեք Սուրբ Օքին, նորեն կգրտնեմ, այսօր մեջ շատ սխալներ լսած ենք, Սուրբ Օքին նոր բաներ չհայտներ, Սուրբ Օքին Քրիստոսի խոսքը կմեկնաբանե մեզ, Քրիստոսինը կհայտնե մեզ, մեր մեջ կփնագի եւ Քրիստոսը կփարավորե մեր մեջ, մեր աղոթքները գոքնե, որ մենք փարապանենք հայրը եւ որդին, մեզ կներշնչե, որ մենք իսկապես երգրմակենք Տիրոջը, մեզ կներշնչե, որովհետեւ մենք փոխանագենք մեր փարապանությունը Տիրոջը։ Հալելույա։ Այսօր համար պիտի կար, անորոմար գսե Հիսուս ավելի լավ է, որ ես երթամ, որ Սուրբ Օքին գա ծեր մեջ եւ այս բոլորը ծեր մեջ եփե, որովհետեւ դուք սրբանակ, զորանակ եւ քայլեք ինձմով։ Հալելույա, 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 փառք Տիրոջը։ Մենք փառք կուտանք Տիրոջը, որ Բենդեգոստեի օրը եղավ, փառք կուտանք Տիրոջը, որ հոգեկալության օրը եղավ եւ Քրիստոս իր Սուրբ Օքին ղրգեց, որովհետեւ այսօր մենք կարողանանք Սուրբ Օքիով հասկանալ, սորվիլ, իմանալ, քայլել, սրբանալ եւ ինչ որ իրն է մեր մեջ կա, ինչ որ իրն է մեզ բացահայտե, փառք մեր Տիրոջը, որ մեզ մենակ չթողեց, որբ չթողեց, ինքսավ ես պիտի կամ ցեզի եւ այս քալը Սուրբ Օքին է, որ մեր մեջ եկավ եւ այսօր ինչ որ է Հիսուս, Սուրբ Օքին մեզ կփոխարինե, ավելի մեզ կփոխանցե, կարծեք Սուրբ Օքին երկրորդ Հիսուսն է մեր մեջ։ Ճիշտ Հիսուսը ինչ որ էր, այնպես ինքն է, բայց ոչ թե միայն մեկտեղ հիմա, այլ բոլոր հավատացյալներուն մեջ նույն Հիսուսի հոգին կփնագի, միջև այնադեմ որ այդ տվյալ հավատացյալները նվիրվեն այդ Հիսուսին, հանձնվեն եւ քայլեն իրմով։ Հալելույա։ Ինչ քեղեցիկ է Տիրոջ խոսքը։ Փառք Տիրոջ։ Շարունակենք։ Համար 16։ Քիչը ադենենալ ես ցեզի բիդի չտեսնեք։ Եվ դարձյալ քիչը ադենեն զիս բիդի տեսնեք։ Քանզի ես հորը գերտամ։ Այս բանը արդեն 14-րդ գլխում մեջ ասել էր։ Աշակերտները ոմանք իրարու գսեին, ինչ է այս, որ մեզի գսե քիչը ադենեն ալ զիս բիդի չտեսնեք եւ դարձյալ քիչը ադենեն զիս բիդի տեսնեք, քանզի ես հորը գերտամ։ Ուրեմն աշակերտները չեն հասկնար թե այս քիչը ժամանակը ինչ ասել գուզե։ Ու գսեին, ինչ պիտի լա այն քիչ մնալ, որ գսե, չեն գիտեր ինչ ասել գուզե։ Հիսուս իմանալով որ գուզեն իրեն հարցնել, ըսավ անոնց։ Ադոր համար իրարու կհարցնեք, որ ըսի թե քիչ ադենալ զիս պիտի չտեսնեք եւ դարձյալ քիչ ադենե զիս պիտի տեսնեք։ Հիմա այստեղ այս քիչը գուզե բացատրել Հիսուս։ Քիչ ադենե ինձ պիտի չտեսնեք, քիչ ադենե ինձ պիտի տեսնեք։ Որ ինչի մասներ խոսքը։ Իր մեռնելու, որ պիտի չտեսնեին Հիսուսին, երբ որ ինքը մեռնի միջև հարության օրը, երրորդ օրը, եւ երրորդ օրը պիտի տեսնեն Հիսուսին։ Բայց Հիսուս պիտի մնա այդտեղ 40 օր մարմինով։ Բայց անգե հետո ինչպես պիտի տեսնեին Հիսուսին։ Սուրբ Օքիով։ Հիսուս այստեղ գամած կպատրաստե Սուրբ Օքիի տալու մասին։ Ինչպես քիչ առաջ ասինք, պիտի կա ծեր մեջ պիտի փնագի, պիտի կա ցես պիտի սորվեցնե, պիտի պարավորե ինձ, իմինես պիտանեցես պիտի դա։ Հիմա գսե ինձ պիտի տեսնեք, բայց հետո պիտի տեսնեք։ Եվ այստեղ ես ճշմարիտ գսեմ ցեզի, դուք պիտի լաք եւ ողբակ, բայց աշխարհը պիտի ուրախանա։ Դուք պիտի դրտմիկ, սակայն ծեր դրտմությունը ուրախության պիտի փոխվի։ Դուք պիտի լաք եւ ողբակ, երբ Հիսուս մեռավ։ Ծրության եղան, կացին, փախան, նեղվեցան, դժբախտ եղան։ Բայց աշխարհը ուրախացավ, որ գսե աշխարհը չմոռնակ քիչ առաջ ասի, հրեական աշխարհն է։ Հրեաներն է, որ հալածեցին, բայց այդ աշխարհի մեջ կա նաև այդ խորհրդանիշը, որ
Մինչև այսօր նույնն է։ Մինչև այսօր նույնն է։ Գիտեք, ցեզ ասեմ, աշխարհը անհամբեր կսպասե, որ ճշմարիտ հավատացյալները վերանան, վերջանան, կանգնին, որ չլա այս աշխարհի մեջ հավատացյալներ։ Այս վստահ եղեք։ Եթե այսօր աշխարհի ցերկեն գուքար, ամեն եկեղեցիները կանտեին հավատացյալներուն կոչնչացնեին։ Այս իրենց փափակն է, միշտ այսպես եղած է։ Միշտ ճշմարիտ հավատացյալներու, Քրիստոսի ճշմարիտ աշակերտներուն միշտ եղած է այսպես, ոչնչացնելու նպատակ։ Ուրեմն, եւ որ ինձ միջի դեստեք կսետուկ պիտի ողբակ, բայց աշխարհը պիտի ուրախանա։ Աշխարհը միշտ կուրախանա քրիստոնյաներուն ցավով։ Բայց հետո ծեր ուրախությունը, դրդմությունը ուրախությամբ պիտի փոխվի։ Եվ օրինակ կուտա այստեղ ծննդապերության օրինակը։ Գինը երբ ծնանելու վրա է, դրդմություն կունենա, ասենսի իր ժամը հասած է։ Ծննդապերության ժամանակ գինը գծավի, գդարաբի, գուլա, քանի որ պիտի ծնի։ Բայց երբ դղան ծնանի, ալ նեղությունը միտքը չի բերեր, ուրախություն են, քանի որ մարդը աշխարհ եկավ։ Երբ որ գծնանի, երբ որ ծննդապերի գսե, ցավը գմորնա, ինչու ուրախությունը գուկա։ Որ ուրախությունը, որ աշխարհի մեջ երեխա ծնավ։ Այս գնոջ օրինակը դերը գուտա։ Հիմա ինչը սելգուզ է։ Սելգուզ է, որ երբ որ ցավի մեջ ենք, երբ որ խաչի առաջ եք, երբ որ պիտի տեսնեք ես պիտի մեռնիմ, պիտի ցիրուցան ալլակ, հույսերնի պիտի գտրվի, դուք հույս ունեիք, որ ես պիտի թակավորեմ, բայց ես պիտի մեռնիմ, դուք պիտի դխրիք, բայց դրդությունը ուրախության պիտի դառնա, երբ պիտի տեսնեք զիս հարուցյալ օրը։ Ինչպես մայրը իր երեխան կտեսնե ծննդապերութենեն հետո, այդ ամեն ցավը մեկ կողմ դրած այլևս ուրախության մեջ գաբրի։ Նույնպես ալ ցեզի պիտի ըլլա։ Իրավի հիմա դուք դրդմություն ունիք, բայց ես ցեզ նորեն պիտի տեսնեմ եւ ցեր սրդերը ուրախ պիտի ըլլան ու ցեր ուրախությունը մեկը ցեզ մե պիտի չհանե։ Հալելույա։ Նայեցեք, այստեղ Հիսուս ուրախության մասին կխոսի։ Հիմա գներվիկ, ուրեմն Հիսուս կպատրաստե։ Քիչ առաջ ասավ, չէ, ես ցեզի ասի։ Հիսուս կպատրաստե աշակերտներուն այդ 3 օրվա ցավը։ Երբ իրենք փախան եւ միասնացան եւ կացին այդ վերնադունը եւ սկսան թուրերը փակ, բախով, ցավով, թե ինչ պիտի լա անորոշ։ Միջև այդ լուրը եկավ, թե իրենք հասկացան Հիսուսի հարությունը։ Ուրեմն դուք ուրախ պիտի լա ձեր սրդերը եւ երբ որ այդ ուրախությունը կա, ոչ մեկ այլևս ձեր ուրախությունը պիտի չհանե ձեզ։ Որ ուրախությունը, որ իրենց դերը հարություն արավ, իրենց դերը հաղթեց մահվան, իրենց դերը հաղթեց թշնամին, իրենց դերը իշխանություն ունի կյանքի եւ մահվա վրա, իրենց դերը իրենց առաջին գերտա եւ կպատրաստե դեղ, իրենց դերը ինչ որ ըսավ գադարեց, իրենց դերը սնախոս չէ, իրենց դերը խոստին դերն է, իրենց դերը Սուրբ Օգիով իրենց հետ պիտի ըլլա եւ իրենք իրենց դիրոջ կորձերը պիտի կատարեն։ Այս բոլոր բաներն է, որ իրենց սիրտը ուրախացուց սիրելիներ, եւ այդ ուրախությունն է, որ հավատացյալին գբահե մինչև վերջին վարյան։ Այսօր հավատացյալներ կան դխուր են, հավատացյալներ կան, որ վզիպանեն գնեղանան, գխանկարվին, գդխրին, գհուսահատին, ինչու, քանի որ մորցած են, թե իրենց դերը հարություն արած է, իրենց ուրախությունը պետք է այդտեղեն խմեն, այդտեղեն քաղեն Հիսուսի հարության եւ զորության մեջ են, որ Հիսուս հարություն արավ, այո, իր հարությունը այսօր իրական է եւ մենք ուրախ ենք, որ մեր դերը այսօր իրական է։ Նույնիսկ եթե 2000 տարիների ի վեր չարչարանք կգրե եկեղեցին, նույնիսկ եթե հալածանքներ ունի, նույնիսկ եթե լաց պիտի ունենա եկեղեցին, բայց այդ լացի մեջ ուրախություն կա։ Այս 5 համարներուն մեջ 5 անգամ ուրախություն բառը գործած է Հիսուս։ Շեշտը ծրած է ճշմարիտ ուրախության վրա։ Այն ուրախությունը, որ Սուրբ Օգիով պիտի ստանան Հիսուս Քրիստոսի հարութենեն
հետո եւ գսե այն օրը ինձի բանը պիտի չհարցնեք ճշմարիտ կսեմ ցեզի թե իմ անունովս ինչ որ խնդրեք հորմեն պիտի ցածեցի մինչեւ հիմա իմ անունովս բանը չխնդրեցիք խնդրեցեք ու պիտի դրվի որբեսի ծեր ուրախությունը լման եւ գադարյալ ըլլա այն օրը որ օրը Սուրբ Օքի կալուսեն էրո անժամանակ է որ մենք Հիսուսի անունով պիտի աղոթենք այստեղ գսե իմ անունովս չխնդրեցիք ոչ մի բան Ինչու, քանի որ Հիսուս դեր իրենց հետ էր, բայց երբ Հիսուս պիտի հարություն առնե, համբարնա, Սուրբ Օքին խրգե, անժամանակ Սուրբ Օքին պիտի սորվեցնե մեզ Հիսուսի անունով մոդենալ հորը աթորին, շնորհած աթորին մոդեցեք կսե եւ խնդրեցեք Հիսուս Քրիստոսի անունով, այդ մոդենալը մեզ ուրախություն է, այդ փարապանելը մեզ ուրախություն է, այդ ուրախությունն է, որ մենք հիմա փրկված ենք, Սուրբ Օքին մեր մեջ թուրերը բաց են, հոր արչև բաց Ջանաբար ունենք, շնորհած աթորը բաց է, այս է վերստին ծնվածի իրական ուրախությունը եւ այսօր համար է որ այսօր շատ ցավալի է եկեղեցիներու մեջ որ այդ ուրախությունը չկա մարդիկ ուրախ չեն իրենց փրկությունով մարդիկ ուրախ չեն իրենց փարապանությունով մարդիկ ուրախ չեն իրենց Հիսուս Քրիստոսի հարությունով Սուրբ Օքի ներկայությունով ամեն ինչ են գնեղվին ամեն ինչ են կքանքադին ամեն ինչ են կփամփասեն ամեն ինչին վրա գդխրին ուր է մեր ուրախությունը Իրենք մի քանի օր հետո պիտի ձեծվեին, բայց կսե ծեր ուրախությունը գադարյալ պիտի լա։ Ինչու, քանի որ իրենց ուրախությունը գախյալ չէր իրավիճակներեն, իրենց ուրախությունը գախյալ էր երկնքեն, հալելույա։ Երկինքը, ուր որ հոր աչքով նստած Հիսուս Քրիստոս փառավորյալ գբազմի եւ գփարեխոսե իրենց համար եւ Սուրբ Օքին գգաբես իրենք այդ Հիսուս Քրիստոսի հետ։ Ահա ճշմարիտ ուրախությունը վերստին ծնվածին։ Դուք ես նայես սիրելի քույր եղբայր Վերանայիր քո կյանքը, որտեղ է քո ուրախությունը։ Ուրախ ես, քանի որ հաջող է քո գործը, ուրախ ես, քանի որ տրամ ունիս, ուրախ ես, քանի որ առողջ ես, ուրախ ես, քանի որ ցավ չունիս, չէ, ինչ է քո ուրախությունը, կամ այս բոլորը գրնա անցնել։ Մեր ուրախությունը անխախտ Հիսուս Քրիստոսի վրա է, իր փրկության, իր հարության, իր զորության, այո, գդխրինք, բայց մեր ուրախությունը կատարյալ է, քանի որ մենք ունենք անշարժ վեմ Հիսուս Քրիստոս։ Հալելույա։ Խնդրեցեք պիտի դրվի, անշուշտ եւ որ քո ուրախությունը Քրիստոսի մեջ է, բարապան չես խնդրել։ Շատեր այս համարը գարնեն գսեն, այցեք քրվերը, ինչ որ խնդրեք պիտի դրվի, որ մենք ուրախ լանք։ Չէ, գներեք, ես եթե գուզեմ գոշիկ առնել, օրինակ, ես խնդրեմ, որ գոշիկ առնեմ, գոշիկը եթե դերը դա, իմ ուրախությունս այնքան չէ գոշիկեն, որքան ուրախ եմ ես այնքան Հիսուս Քրիստոս է։ Ուրեմն ուշադիր եղեք այս համարը չկործածենք ատպեղծվերով։ Ինչ որ խնդրես Աստված մի տա, ոչ։ Եվ որ դու ուրախ ես Հիսուս Քրիստոսի հարությամբ, եթե քո ուրախությունը գետրոնացած է Հիսուս Քրիստոսի զորությամբ, հաղթական կյանքով, անժամանակ Հիսուսի Սուրբ Օքիով, այո դու պիտի խնդրես։ Ինչ պիտի խնդրես։ Պիտի խնդրես ինչ որ իր սրդին մեջն է։ Առաջին Հովանուն գսե թե խնդրենք իր գամքին համաձայն։ Այո, անժամանակ մեր սիրտը, մեր շարժարիթը պիտի չլա այս կամ այն բաները խնդրել, որ մեր անցողական մի քանի օրվա, մի քանի շաբաթներու բաները հագեցնենք, այլ մեր աղոթքը պիտի լա լեցվիլ Սուրբ Օքիով, պիտի լա դիրոջ ուրախությամբ մնալ, պիտի լա երկինք նայիր, անժամանակ մեր ուրախությունը գադարյալ պիտի լա, քանի որ դերը պիտի տա հոգևոր մեր պետքը։ Հալելույա։ Ձեր ուրախությունը Կատարյալ լման պիտի ալլա։ Եթե շիդակ տեղ տրածես քու ուրախության հիմքը, դուն երբեք պիտի չհուսախաբվիս։ Պիտի երբեք չի հուսալքվիս։ Եթե տրածես քո ուրախության հիմքը անշարժ վեմի վրա, Հիսուս Քրիստոսի հարության եւ զորության եւ հաղթության վրա։ Իրեն լա փառք, հալելույա։ Շարունակենք։ Համար 25 Ուրեմն այս բաները արակներով խոսեցա ցեզի, բայց ժամանակ պիտի կա որ այլ արակներով պիտի չխոսիմ, հաբա հայտնաբես հորը վրայով պիտի պատմեմ ցեզի։ Այն օրը իմ անունովս պիտի խնդրեք, չեմ ասեր ցեզի թե ես ցեզի համար պիտի աղաչեմ հորը, քանզի ինքը հայրը ցեզ գսիրե, վասզի դուք զիս սիրեցիք, եւ հավատացիք թե ես Աստուծո ելա, հորմեն ելա, ու աշխարհ եկա, նորեն գտողում աշխարհը եւ հորը գերտամ։ Այն օրը, քիչ առաջ ասինք այն օրը, համար 23-ը այն օրն է, համար 26-ը այն օրն է։ Որ օրը։ Սուրբ Օքի կալստյան օրը։ Անժամանակ
Հիսուս չէ որ պիտի խնդրե մեզ համար։ Մենք ուղիղ Սուրբ Օգիով Հիսուսի անունով պիտի խնդրենք։ Ինչու՞ կամ մենք սիրեցինք Հայրը։ Մենք սիրեցինք Հիսուսը։ Մենք վերստին ծնվեցանք։ Մենք ընդունեցինք Հիսուսը։ Անժանակ Սուրբ Օգին եկավ մեր մեջ, եւ երբ որ Սուրբ Օգին գուկա մեր մեջ, մենք կքայլենք Տիրոջը ճանապարհին մեջ ուղիղ բաց ճանապարհով, ինչպես քիչ առաջ ասի, ուղիղ բաց ճանապարհով Հիսուս Քրիստոսի անունով։ Այն օրը Սուրբ Օգին երբ պիտի գա։ Հալելույա։ Քանզի ինքը Հայրը ցեզ գսիրե, դուք իմ զավակներս եղաք, վասնզի գսե դուք զիս սիրեցիք։ Սիրել այս է հավատքը։ Հիսուս Քրիստոսը ընդունեցինք, հավատացինք, ճշմարիտ վերստին ծնվեցանք, հորը զավակը եղանք, որ թեքրված զավակ եղանք, Սուրբ Օգին մեր մեջ ղրգվեցավ, եւ երբ որ Սուրբ Օգին մեր մեջն է, անժամանակ մենք պիտի կարողանանք Հայրը բադվել, որդին սիրել եւ աղոթել եւ փարապանել եւ երգրբակել եւ ետնային բաները մտածել եւ մեր աղոթքները իմաստ ունենան, մենք աղոթենք իր փառքին համար եւ Սուրբ Օգին միշտ կգործե մեր մեջ եւ այո Հայրը գլսե եւ գդա այն ինչ որ մեզի պետք է իր փառքին համար։ Ասին անոր իր աշակերտները, ահա հիմա հայտնաբես կխոսիս եւ արագ մնալ մեզի չես ասեր։ Հիսուս հիմա իմացակ թե ամեն բան գիտես, ասե Հիսուսին։ Եվ բան մնալ պետք չէ, որ մեկը քեզի հարցնե, ասով կհավատանք թե Աստուծմե եկար։ Արդեն գամած աշակերտները կհասկանան Հիսուսի միտքը։ Հասկանան, նայեցեք Հիսուս գամած Սուրբ Օգիի մասին կսկսի խոսել եւ կփանա իրենց միտքը եւ իրենք կսկսին հասկանալու։ Դեր հարութենեն առաջ, դեր Սուրբ Օգին եկած չէ, բայց գամած Հիսուս կպատրաստե, ինչպես քիչերով մի քանի քրոքներ հետո պիտի ստացեք Սուրբ Օգին։ Ուրեմն թուրը կփանա հիմա այստեղ կպատրաստե Սուրբ Օգին թուրը, որ իրենք հասկանան, որ Սուրբ Օգի մը գա։ Այդ Սուրբ Օգին իրենց մեջ պիտի գա, այդ Սուրբ Օգին կալեն վերջ։ Ամեն ինչ պիտի փոխվի։ Սուրբ Օգին կալեն վերջ, իրենց աղոթքը պիտի փոխվի, իրենց ապրելակերպը պիտի փոխվի, իրենց հավատքը պիտի փոխվի։ Ուրեմն Հիսուս կամած 14-ին գլուխեն սկսյալ մինչև 17-ը այս կպատրաստե աշակերտներուն։ Եվ 20-րդ գլխում մեջ պիտի ստացեք Սուրբ Օգին, կացեք սպասեցեք մինչև ստանաք։ Թուրը կփանա վերջնական, որպեսզի սպանան։ Հիսուս նայեցեք պատասխան տվավ ըսավ անոնց։ Հիմա կհավատաք։ Ահա ժամանակ պիտի կա, որ եկած է արդեն, որ ծիրուցան պիտի ըլլակ։ Ամեն մեկը իր դեղը ուզիս մենակ պիտի թողուք, բայց ես մենակ չեմ, վասե Հայրը ինձի հետ է։ Գսե Հիսուս, հիմա կհավատաք ինձի։ Հիմա կտեսնեք, որ հազիվ կհավատաք, ցեզի պիտի ասեմ, ծիրուցան պիտի ըլլակ։ Պատրաստ եք ադոր։ Պատրաստ եք հասկանալու, թե հավատալը մեկ անգամով չէ, ամենօրյա է, ընթացք է, ցավի մեջ են, լացի մեջ են, ուրախության մեջ են, դուք հավատքը պիտի սորվիք։ Հիմա գսեք, որ հիմա կհավատանք քեզի։ Հազիվ գսեք պիտի ծիրուցան ըլլակ մի քանի ժամ հետո։ Ուրեմն Հիսուս կպատրաստե իրենց, որ հավատքը ամենօրյա է, ամենօրյա ընթացք է, ամենօրյա Սուրբ Օգին հետ քայլել է։ Պիտի թողեք ինձ մենակ, պիտի թողեք անշուշտ ես մենակ չեմ, Հայրը ինձ հետ է։ Հիսուս այս բանը անցյալ բոլոր գլուխներուն մեջ հստակ բացատրեց։ Ասա որ ես մենակ չեմ, ես եւ Հայրը մեկ ենք, քիչ արալ չարասավ Հայրը ինձ մեկ առնե եւ ցեզը գուտա։ Հիմա վերջին համարը այսօրվա։ Այս բաները ցեզի խոսեցա, որովհետեւ ինձմով խաղաղություն ունենաք, աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք, բայց քաչասիրտ եղեք, ես աշխարհին աղտեցի։ Այս բաները ըսի ցեզի նեղությունները այս օրվանեն սկսյալ մինչև իմ երկրորդ կալուստս նեղություններ պիտի ունենաք, բայց այդ նեղություններուն մեջ դուք երկու բան ունիք ինձ մե՝ ուրախություն եւ խաղաղություն։ Աստված մեզ կխոստանա երկու բան՝ ուրախություն եւ խաղաղություն։ Երբ մենք իր հետ ենք, երբ ինք մեր մեջն է, երբ մենք իր մեջն ենք, ուրախություն եւ խաղաղություն։ Չխոստանար հանգիստ կյանք, չխոստանար առանց խնդրի կյանք, այլ այստեղ ինքը գսե նեղություններ պիտի ունենաք, վերջին նեղություններ, առաջին նեղություններ, միջին նեղություններ, նեղությունները հավատացյալին
բաժինն է։ Նեղություններ բիդունակ։ Բայց քաչասիրտ եղեք։ Ես հաղթեցի։ Խաչին վրա քիչ առաջ ասինք մեղքը, արդարությունը եւ թադաբարդությունը։ Այս բոլորը Հիսուս փաստեց խաչին վրա։ Եվ մեր ուրախությունը գադարյալ է, քանի որ Հիսուս խաչին վրա թադաբարդեց սատանային, արդարացուց հավատացյալին եւ մաքրեց իրեն վստահողին։ Այո, մեր ուրախությունը գադարյալ է, բայց այդ ուրախության մեջ մենք ունենք նաեւ համբերելու, մենք ունենք նաեւ խաղաղությունով լեցվելու ընթացք, մենք ունենք հարադևելու, քանի որ աշխարհը մեզ հագարակ է, քանի որ աշխարհը չի սիրեր եկեղեցին։ Քիչ առաջ ասի աշխարհը գուրախանա, երբ դու գտխրիս, աշխարհը գուրախանա, երբ մենք ցավեկ անցնենք։ Այո, շատ քիչ կան, որ այսօր իրական կհասկանան Հիսուս Քրիստոսի հետևորդներուն նեղության կյանքը, նեղություններ պիտի ունենաք։ Շատեր երբեմն կարոզեն վերջին նեղություններու մասին։ Սիրելի քույր եղբայրներ, առաջին օրեն մինչև վերջին օրը նույն նեղությունն է։ Նեղություններուն ինչպես եմ չափը գրնամ ասել դարբեր են, բայց միշտ նեղություններ կան։ Հավատացյալներուն նեղությունները միշտ կան։ Ուրեմն Հիսուս իր աշակերտներուն ասե նեղություններ բիդունակ քաչասիրտ եղեք։ Աստված պիտի բաժա աշխարհին, այո, բայց նեղություններ չէ աշխարհին համար, այդ բադիժ է, բայց հավատացյալները նեղություններ բիդունան։ Հալածանքներ, ցավեր, ինչու քանի որ ենք արդար են։ Եթե դու գուզես արդար մնաս, այո, պիտի նեղանաս, պիտի հալածվիս, քեզ պիտի հայեն դու պերանտ մի չփանաս, քեզ պիտի անարդարության խոսքեր խոսին, սուտ բաներ ասեն քո վրա, բայց դու պիտի շարունակես քո ուրախությունը, քո խաղաղությունը, չարը չարով պիտի պատասխանես։ Այս նեղություն է, որում մեջ են ամեն հավատացյալ պիտի քայլի, բայց այդտեղ քայլելու համար երկու բան ունիս։ Առաջինը ուրախ լաս երկնքի Հիսուս Քրիստոսի հաղթութենեն, ուրախ լեցված լակո սիրտդ 5 անգամ ուրախություն գս այստեղ։ Չմոռնաս այդ բանը, 5 համարի մեջ 5 ուրախություն բարգա։ Ինչու՞։ Քանի որ առաջին կես զորավոր բահողը այդ քո փրկության ուրախությունն է։ Եթե փրկված ես, եթե վերստին ծնունդ ունիս, եթե Հիսուս Քրիստոսը քո դերն է, եթե ընդունել ես դեր Հիսուս Քրիստոսի, դու ուրախ պիտի քայլես, քանի որ երկինք նայող մարդ ես։ Շատ հավատացյալներ կան այսօր երկինք չեն նայիր, սիրելիներ։ Բզդիկ բանի համար գներվին, եկեղեցի չեն կար, դիրոջ խոսքը չեն սերտեր, եղբայր քույրերու հետ հարաբերությունին գտածրեցնեն, նեղացել են, մի բանից նեղացել են։ Ցեզ ասեմ այդ մարդիկը թող իմանան, անագնգալներու մեջ պիտի մտնեն, երբ որ Հիսուս վերադառնա։ Վերստին ծնվածի հավատացյալի առաջին քայլը ուրախությունով լեցված ծառայելն է, Քրիստոսի ծառայելն է, քայլել առաջ Տիրոջը դան մեջ, քայլել ուրախությամբ եւ Տիրոջ օրհնությունները բատմել 4 կողմիներուն, հալածանքի մեջ խաղ մնալ, հալածանքի մեջ հարադև մնալ եւ շարունակել իր օրհնությունները վայելել, քանզի ինք երկինք նայող Աստված է։ Երկինք նայող ներոթյուն, երկինք նայող հավատացյալ է, երկինք նայող ուր իր Աստվածը հաղթական նստած է հոր աջ կողմը եւ գփարե խոսե իր համար։ Օրտնյալը լա մեր դերը, որ մեզ գսորվեցնե այսօր սիրելի քույր եղբայրներ, ճշմարիտ տեղը նայել, իրական տեղը նայել, այնտեղ, որ դու եւ ես պետք ունենք։ Հալածանքներ բինունաս, նեղություններ բինունաս, ուրախ եղիր, խաղաղ եղիր, շարունակե, հարադևե, քաչասիրտ եղիր, ես հաղթեցի։ Հալելույա, հալելույա։ Անորամար քնա քո ճանապարհին մեջ, քնա ծառայե Տիրոջը, քնա Տիրոջ ժողովրդին մեջ, այնտեղ որ դերը պիտի սպասե քեզ, դերը կսպասե իր ժողովրդին մեջ քեզ, ասեմ քեզ, անոնք որ դեղական եկեղեցի չունին, լավ լսեցեք սիրելի քույր եղբայրներ, անոնք որ դեղական եկեղեցի չունին, անպայման պետք է գտնեն դեղական եկեղեցի, ինտերնետային, զումային, հոգևոր հովիվներից հեռու մնացեք, նորից եմ ասում եւ նորեն ասեմ, չկա եկեղեցի համասանցային, չկա, կարոզներ աստեղեն գրնակ լսել, նայած ինչ կարոզ, բայց դու պետք ունիս Տիրոջը տան մեջ, եղբայր քույրերով շփվելու, դու պետք ունիս հալածվելու, ցավելու, նեղվելու, դժվարության մեջ քայլելու, որովհետեւ սովորես երկինք նայել։ Դու նստած տեղդ կարոզներ լսելով չես կրնար դու երկինք նայել։ Դու պետք է դեղական եկեղեցի մեջ միապանվես։ Այս իմ գոչն է, քանի որ այսօր կտեսնեմ տարբեր տեսակի չագերդյալ քարոզիչներ, որ Տիրոջ առջև ոչ մեկ ընդունելություն չունեն, այդ մարդիկ կքարոզեն ասելով, եթե եկեղեցի չունեք, եկեք, ես ցեզի հովություն գնեմ, դասանոթ ուղարկեցեք ինձ եւ այլն, Տերը ողորմություն անի այդ մարդկանց, դու լսե դերը ինչ ասում այստեղ, Տերը գսե քեզ նեղություն բիլնաս միապանության մեջ,
սիրո մեջ, հարադեվե, ուրախության մեջ, քիչ հետո պիտի տեսնենք Քալ շաբաթ Աստված ուզե 17-րդ գլուխը, թե Հիսուս իր եկեղեցի մասին գաղոթե, իր ժողովրդի մասին գաղոթե, միապանության մասին գաղոթե, մեկ ըլլալու մասին գաղոթե, եւ ոչ թե հիմա ինչպես անցնագետրոն ամեն մեր իր ուզած դեղը, իր ուզած քարոզիչին կհետևի, իր ուզած դեղը գերտա, իր դանը մեջ, իր ուզածին պես կքայլե եւ ինքզին հավատացյալ գսե։ Չգա այդպես բան։ Քրիստոսի հետևորդը Քրիստոսի մարմինին մեջ միասին սրվելով, ծառայելով, իրար բարձրացնելով, իրար ընդունելով, իրար ներելով, իրար եւ ինչպես Հիսուս ինքը գսե, սիրեցեք իրար ինչպես ես ձեզ սիրեցի։ Դու նստելով դու մեկուն չես կարող սիրես։ Պիտի դիմաց ունենաս մեկը, որ քեզ նեղացնե թեգուզ, բայց դու սիրես, բարձրացնես, օրհնես, այս է սրբակորձությունը, որ գսե հայտնության Եբրայեցիս գիրքը առանց սրբակորձության մեկը պիտի չտեսնե Տիրոջը։ Մտածի ասոր մասին։ Մտածի ասոր մասին։ Հիսուսի հետևիլը դյուրին բան չէ։ Հիսուսի հետևիլը քայլ է։ Քաչասիր դլալն է։ Ուրախությամբ եւ խաղաղությամբ քայլելն է իր խոսքին մեջ։ Իրեն լա փառքը, բադիվը եւ օրտությունը հիմա եւ միշտ եւ հավիդյան հավիդենից։ Հալելույա։ Լսենք այս երգը եւ գվերակտնենք իրար։ Ես խնդրում լույսը քո թող բացվի իմ սրտում քեզ գտնեմ քեզ ամոր փառվեմ որ քեզ սիրեմ չմոռանամ որ անհուն ես անսահման որ կանչը իմ լսում ես ու մտնում տեսնել սովորեցրու ես սերը քո չեմ ուրանա քոնե միայն ու քեզ համար քո ձայն եմ ուզում ես լսել հոգուս մեջ դու ես միայն ապերում ինձ համար կանես ամեն ինչ քո սերն է գերում ինձ Սենեսի քեզ պարզած ձեռքերից իմ եկվերցու դու սիրտը իմ թեև հող է բայց ես միշտ քեզ մոտ կգամ ամեն օր քեզ փառք կտամ թող իմանամ որ սենեսի իմ ավիճան ես սերը քո չեմ ուրանա քոնե միայն ու քեզ համար քո ձայն եմ ուզում ես լսել հոգուս մեջ դու ես միայն ամպերում ինձ համար կանես ամեն ինչ քո սերն է գերում ինձ անվերջ ես սերը քո չեմ ուրանա քոնե միայն ու քեզ համար քո ձայն եմ ուզում ես լսել հոգուս մեջ դու ես միայն ամպերում ինձ համար կանես ամեն ինչ քո սերն է գերում ինձ անվերջ
Ամեն, ամեն եւ ամեն։ Գաղութենք դեր իմ Աստված քո Սուրբ ոգիովդ այսօր առաջնորդես։ Առաջնորդես այդ բոլոր խոսքը, որ սերմանվեցավ, որովհետեւ այդտեղ բդուղներ բերեդեր։ Գաղութենք իմ քույր եղբայրները, որոնք լսեցին այս խոսքը, այդ խոսքը, որ քո բերլետ ելավեր Հիսուս։ Այդ խոսքը, որ մեզ գաչալերեցիր մնալ հավատքի մեջ, գաչալերեցիր մնալ ուրախության մեջ, երկինք նայելու մեջ, ցավերու մեջ հավատարիմ եւ խաղաղությամբ լեցուն։ Գաղութենք բոլոր քույր եղբայրները, որոնք ցավեր են անցնին, դարբեր խնդիրները, սովորեն ովներ երկինք նայել եւ տեսնել երկնային ուրախությունը։ Հիսուս Քրիստոս քո մեջ, դու որ էիր այս աշխարհի մեջ ով դեր, աշակերտներդ վստահեցան քեզ, բայց դու ասացիր ավելավորես երթամ երկինք եւ Սուրբ ոգին ղրգեմ։ Այո, այդ Սուրբ ոգին եկավ ով դեր, որ մեր սրտերը գաբե քեզ, սորվեցնե մեզ դեր ավելի ճշմարտությունը գաղութենք ով դեր, մեզ լեցնես երկնայինով, երկինք նայենք ով դեր եւ այս վատ աշխարհի մեջ են, խավար աշխարհի մեջ են լույսը լանք եւ քեզ բադիվ բերենք։ Գաղութենք մասնավորապես հիվանդներու համար այսօր, հիվանդ դերերու համար անոնք որ հիվանդ կնային, անոնք որ դարբեր նեղություններ գանցնին այս աշխարհի գիտենք ով դեր դժվարություններ կան, բայց այդ բոլոր նեղություններուն մեջ քո Սուրբ ոգին բարձրացնե այդ նեղության մեջ քաչասիրտ ըլլալու հոգին դաս իրենց դեր։ Նեղության մեջ լեցվին քո զորությամբ, այդ քո գրագով եւ տեսնեն երկնային հաղթական Հիսուսը, որ այսօր կպատրաստվիս վերաթարնալու դեր եւ մենք կսպասենք սրբությամբ, քայլելով քո ժողովրդին մեջ, միապան ծերքի, սպասելով որ գաս քո եկեղեցին քո հետ տանելու, քո փառքը եւ բադիվը սորվեցուր ամեն օր մեր սրտերեն եւ մտքերեն բացականչել քեզ, ծառայել քեզ ճշմարտությամբ եւ ուղղությամբ։ Հալելույա, օրհնյալ է մեր Տերը հիմա եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն, ամեն եւ ամեն։ Դերը ցեզ առատապես օրհնե, սիրելի քույր եղբայրներ, մենք ցեզ գսիրենք, գաղութենք ձեր համար եւ գշարունակենք դիրոջ խոսքը սերդել մինչեւ մյուս չորեքշաբթի դերը գամի նույն ալիքի ժամուն եւ նույն ժամուն։ Դերը ցեզ օրհնելով օրհնե համբուրներով ցտեսություն։